Ասում են մարդու կյանքը ավարտվում է այն ժամանակ, երբ նա մահանում է։ Բայց իմ կյանքը ավարտվեց այն ժամանակ, երբ զրկվեցի ինձ համար ամենաթանկ մարդկանցից։ Շատերն էին եկել հոգեհանգստի։ Ոմանց ճանաչում էի, ոմանց չէ, ոմանց դեմքերն անգամ նորմալ չէ էլ տեսնում։ Ոմանք եկել էին զուտ հարգանքից ելնելով, ոմանք ձևական։ Անգամ ձևական էին լաց լինում։ Այսպիսի մտորումների մեջ էի, երբ մոտեցավ ինձ մի կին։ Վարդուշ տատներ, տատիկիս մոտ ընկերուհին։ Երևի նա միակն էր հավաքվածներից, ով իսկապես սգում էր նրանց մահը։ Վայ, խեղճերախոտ տոնը քանդվեց, այսօրվա պես հիշում եմ, թե ոնց է Լուսիկ եկել գլուխ գովում, բաթե տղես ամուսնացել է, հետո տղես աղջիկ է ունեցել, ով իմանար, որ տարիներ հետո այդ երախոն բոլորով մենակ են թողնելու, վայ իմ խեղճ բալո, վայ բալես, ուժեղ եղիր ուժեղ։ Լավ աստված իմ, ինչի համար, ում է ինչ վատություն արել, ինչի հենց նրանք։ Աղջիկը աշխարհը գլխի վայր շուռ էր եկել։ Աղջիկս, տղամարդու ձայնը ստիպեց որոշ ժամանակով վերադառնալ իրականություն։ Այո, պարոն, ցավակցում եմ աղջիկս, շնորհակալ եմ։ Աղջիկ ջան, դու պետք է ուժեղ լինես։ Ճանաչում էի քո ծնողներին։ Երբ նոր էին ամուսնացել, մեր հարևանությամբ էին ապրում։ Քեզ էլ եմ հիշում։ Վերջին անգամ, երբ քեզ տեսա, կարծես թե 2 տարեկան էիր։ Պարզ է։ Այսպես մեկը մյուսի հետևից մարդիկ մոտենում էին, որպեսզի ցավակցեին աղջկան։ Հանկարծ Լիլին է մոտենում մի կին։ Կյաժ մազերը ուսերին թափած, կարմիր շորի քաքած, որ իր մազերից էլ կարճ էր։ Սև բարձրակրունկները հագին, դեմքին էլ կարմիր շրթներկ։ Օ, փոքրիկս, ցավակցում եմ։ Սկսում է խաղալ Լիլիի մազերի հետ եւ շարունակում խոսել է։ Խեղճ աղջիկ, հիմա ինչ ես անելու։ Ոնց ես միայնակ ապրելու։ Լիլին հետ է քաշվում այդ կնոջից եւ ասում. Դա քեզ չի վերաբերում, հենց հիմա լքիր սրահը, քեզ տեսնելու ցանկություն չունեմ, գնա ասացի։ Վերջին արտահայտությունը աղջիկը այնքան բարձր է ասում, որ ամբողջ սրահով մեկ լսվում է։ Այ քեզ անշնորհք պահվածք։ Ասեմ ավելին, ինձ թվում է հենց նա էլ սպանել է իմ ծնողներին։ Այդ օրը նա չափից դուրս ուրախ էր։ Բայց ինքդ էլ ես լավ հասկանում, որ ապացույցներ չունեմ։ Դե հա, դա պարզից էլ պարզ է։ Լավ, դե դու հանգստացիր, իսկ ես իջնեմ ներքև, տեսնեմ ինչով կարող եմ մյուսներին օգնել։ Լավ, հա ու մեկ էլ շնորհակալություն։ Խնդրեմ, ինչի համար։ Լիլի, որտեղ ես։ Աչքերը տրորելով Լիլին մոտենում է աստիճաններին։ Վայ, ինչ է պատահել։ Մենք ուզում ենք մաֆիա խաղալ, մեզ կմիանաս։ Մաֆիա։ Հա, վատ միտք չէ։ Դե ուրեմն 5 րոպեից լինես հյուրասենյակում։ Լավ։ Ես կվարեմ խաղը։ Ջոշը բաժանում է քարտերը։ Դուք շերիֆն եք։ Դուք դոնն եք։ Դուք մաֆիա եք։ Դուք բժիշկն եք։ Դուք քաղաքացի եք։ Գիշեր։ Աչքերը բացում է շերիֆը։ Ծանոթանում է ինձ հետ եւ փակում աչքերը։ Աչքերը բացում է դոնը։ Ծանոթանում է ինձ հետ եւ փակում աչքերը։ Աչքերը բացում են սևերը։ Ծանոթանում են իրար հետ եւ որոշում թե ում են սպանելու առաջին գիշերը։ Մատները ուղղվում են դեպի Սարայի կողմը։ Լավ, աչքերը բացում է բժիշկը, ծանոթանում է ինձ հետ եւ որոշում թե ում է փրկելու առաջին գիշերը։ Ինձ, մատով իրեն է ցույց տալիս։ Բժիշկը փակում է աչքերը։ Առավոտ, Մասնակիցներից յուրաքանչյուրը արտահայտում է իր կարծիքը։ Գիշեր,
Աչքերը բացում է շերիֆը։ Փնտրում է Դոն կամ սև խաղացող։ Մատողում է Էշլիի ուղղությամբ։ Ջոշը գլխով է անում, այսինքն Էշլին սև խաղացող է։ Լավ, փակում է աչքերը։ Աչքերը բացում է Դոնը։ Փնտրում է շերիֆ։ Մատողում է Լիլիի ուղղությամբ։ Ջոշը գլխով է անում։ Իսկ հիմա զենքերը պարզում են սևերը և անցնում են Լիլիի տան կողքով, Էշլիի տան կողքով, Սարայի տան կողքով, Սոնի տան կողքով, Հանի տան կողքով և պահում են զենքերը։ Առավոտ։ Սկսվում է քննարկում։ Վայ, միայն թե ինչ չսպանեն այս գիշեր։ Չեն սպանի, հանգիստ եղիր։ Լիլին կարմրում է։ Գիշեր։ Նույն գործողությունները կրկնվում են։ Սևերը որոշում են, թե ում են սպանելու այս անգամ։ Լիլին։ Ոչ։ Իսկ հիմա պարզում են զենքերը և անցնում են և այլն։ Առավոտ։ Առավոտը բարի էր բոլորի համար, քանի որ սևերը վրիպել են։ Ոնց որ այդքան էլ բարի առավոտ չի, հա։ Գնացինք ստուգելու արագ։ Վախեցած երիտասարդների խումբը գնում է խոհանոց։ Ահա քարը։ Փաստորեն քարով են ջարդել։ Հապա մի այստեղ նայեք, այստեղ թուղթ կա։ Թղթի վրա գրված էր. Լքեք այս տունը, այն անիծված է, հեռացեք այլապես հետո ուշ կլինի։ Աստված իմ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Այս տոնով է վարձակալել։ Ես, ու ինչքան էլ որ զարմանալի հնչի, բայց անվճար։ Դե ինչ սիրելի հետևորդներ, մեր սերիան հասավ իր ավարտին։ Ինձ թվում է, որ հետաքրքիր սերիա ստացվեց, իսկ դուք մեկնաբանություններում կգրեք ձեր կարծիքները սերիայի վերաբերյալ և կնշեք, թե կոնկրետ որ պահը ձեզ դուր եկավ։ Ես անպայման բոլորիդ մեկնաբանությունները կկարդամ։ Սցենարի հեղինակ Էլեն Մարգարյան, մոնտաժ Էլեն Մարգարյան, դերերը հնչյունավորեց Էլեն Մարգարյանը։ Չմոռանաս լայքել տեսանյութը, գրել մեկնաբանություն և բաժանորդագրվել իմեջին։ Շնորհակալություն դիտելու համար։